Ես ուզում եմ նաև անդրադառնալ այդ թեզին Արցախը Հայաստանը եւ վերջ եւ որը բերեց պատերազմ։ Ես ուզում էլի շեշտել, որ մեր քաղաքական ղեկավարները նախքին իրենց գործունեությանը համապատասխան ժողովրդի ներշի տեղ են դնում։ Նրանք մտածում են, որ իրապես հայ հասարակության մեջ մարդիկ կգտնվեն, որ կասեն, այ գիտեք, մի մարդ վարչապետ վեր կացավ ասեց Արցախը Հայաստանը եւ վերջ, եւ Ադրբեջանը ասեց հենց հիմա պետքա պատերազմ սկսեմ։ Լուրջ ներողություն եմ խնդրում 98 թվականին պայքար միջև վերջը նույն բանի մասին չէ՞։ Դե ոչ միայն 98 թվականին պայքար միջև վերջը, եկեք հիշենք ամբողջ գործունեությունը Լևոն Տեր-Պետրոսյանի, հետո նաև Սերժ Սարգսյանի, եթե նրանք վարչապետն էլ ասեց, չէ՞, մեր զինվորին կանգնացնում եք մեր միջազգայինորեն ճանաչված սահմաններից դուրս։ Այդ ինչ էր նշանակում, որտեղ էր կանգնած մեր զինվորը։ Դուք եթե ասում եք, որ Արցախը Հայաստանն է եւ վերջը, այսինքն այդ թեզը կարող էր բերել պատերազմ, ըստ ձեզ պետք է այդ այն 94 թվականից հրադադարից հետո ցանկացած գործունեություն, որը որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն իրականացրել է իր սահմաններից դուրս, պետք է հրահրեր պատերազմ։